Օրեր առաջ Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Հովտաշեն բնակավայրի բնակիչները բարձրաձայնեցին կարևոր խնդիր։ Երկար ժամանակ է զրկված են Արտաշատ քաղաք հասնելու անհրաժեշտ հասարակական տրանսպորտից։ Մեզ ինչի հաշվի չեն առնում, ինչի մի հատ տրանսպորտ չեն տալի։ Ես հիվանդի տեր եմ, ծանր հիվանդի տեր եմ։ Ես չունեմ ամսական, օրական 3000 տաքսի, որ գնամ բժշկի տեսնեմ գամ, էդի մեկ։ Երկրորդը մարդ եմ, ուզում եմ գնամ մի հատ գործով, բարեկամությունը թեկուզ չեմ կարող գնալ։ Կույր կնիկ եմ, էթա մի հատ դեղ առնեմ գամ, խի արևանս բեր ինձ մի հատ լատիկ մեծլի ոտովս, նստեմ գնամ գամ, շատ ամոթ է, 400 տնտեսություն ունեցող գյուղը այսօր տառապում է առանց տրանսպորտի։ Ոչ բոլորն են ինձ նման, մարդ կա իր ավտո նստում, գնում է իր ասիզին, իր առևտուրը էժանանում գալիս է։ Մենք էլ խնդրանքով ինչքան պիտի սենց ապրենք։ Ամոթ է, էս էլ է գյուղ։ Երեխեքը գնալու են եկուց պարամունքի, ուսուցիչներ են գալիս, աշխատողները գնում են աշխատելու, ինչքան շների բերանով մենք գնանք գանք ոտքով։ Տաքսիներ 1500 տանում է, 1500 բերում է։ Ընդամենը 36000 թոշակ ստացողի համար տաքսի չի կարող նստի, 100% չի կարող նստի, բալես։ Ուզում եմ հաճախել Թումոյի, բայց տրանսպորտ չկա։ Որտեղ ես ցանկանում հաճախես։ Կամ Արտաշատ կամ Մխիթարյան։ Իսկ Երևանի Արտաշատի հետ հիմա կապը ո՞նց եք պահում։ Դե հիմա ես ուզում եմ գնամ, բայց չկա չեմ գնում։ Ուզում եմ գնամ խմբակներ, բայց տրանսպորտի պատճառով չեմ գնում։ Ուզում եմ գնամ Արտաշատ։ Գյուղում տրանսպորտ չկա, ասենք ոչ թե Երևան, Հովտաշեն, Մասիս են վաղտ կար, հիմա չկա։ Կար Արտաշատ, Հովտաշեն։ Այս մի տարուց ավելա չի գործում։ Ժողովուրդը չգիտեն ոնց գնան, ոնց գան, երեխաները ինչ անեն, ու բոլորը մեքենա չունեն, չեն կարողանում գնալ, այս որ դառն է։ Իսկ ինչ ենք ապրում, այս ինչ երկիր է, ոնց պետք է լինի սրա վիճակը։ Իմ մայրիկը աշխատում է Ազատավանում դպրոցում, ամեն օր չի լինում էլի որ տաքսիով է գնում, ու հայրիկս էլ ժամը 4-ին արթնանում է գնում է աշխատանքի, չի հասցնում որ գա մայրիկին տանի դպրոց, դրա համար պահանջում ենք որ տրանսպորտ լինի ամեն օր։ Բնակիչների հետ զրույցից հետո կապ հաստատեցինք Բուած ՍՊ տնօրեն Մելսիդա Հարությունյանի հետ։ Վերջինս հայտնեց մոտ օրերս երթուղին կվերագործարկվի նախկին գրաֆիկով։ Մեքենան աշխատելու է, դա ավելի շատ իմ ցանկությունն է եղել։ Դա ես ոչ թե պարտադրված եմ անում, ես շատ լավ գիտակցում եմ, որ Հովտաշեն սահմանամետ յուղերը պետք է անպայման տրանսպորտ ունենան։ Ուղղակի դրան զուգահեռ նաև նայում եմ, որ գոնե ինքնարժեք լինի, ես շահույթ չեմ ակնկալում այնտեղից։ Ուղղակի ինքնարժեքին համապատասխան լինի, որ ես կարողանամ շահագործել դա։ Մեքենան կարողանամ սարքին պահել, մեքենաներ ընդեղի մեքենան նոր մեքենա չի, էլի որ ասեն նորա ծախսեր չի պահանջում։ Այնուամենայնիվ Հովտաշենի բնակիչների համար շարունակում է ցավոտ եւ չլուծված մնալ մեկ այլ կարևոր խնդիր։ Մոտ 15 տարի է ինչ բնակավայրը զրկված է դեպի Երևան հասարակական տրանսպորտից։ Բնակիչները նշում են մայրաքաղաքից գտնվում են մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա, բայց ուսանողների, աշխատող քաղաքացիների եւ տարեցների համար Երևան հասնելը դարձել է ամենօրյա լուրջ մարտահրավեր։ Ես հաճախելու եմ Թումոյի Երևանում եւ իմ համար դժվարություն կլինի գնալ, քանի որ չկա մեր գյուղում տրանսպորտ։ Հատկապես առավոտյան, երբ որ 106-ի կոմի ավտոբուսները գալիս են, այնտեղ չեն կանգնում, որտեղ իրանք արդեն լցված մեքենա գալիս է։ Էլի վիճակի չի ստեղից նորից մարդ վերցնի։ Մեր ստեղի ժողովուրդը պետք է գնա հասնի Մխիթարյան կամ Մրգավետ, իսկ այնտեղ գնալու համար շատ խնդիրներ է։ Ասում եմ, եթե պատահական եղավ գյուղից ինչ-որ մեկը գնում է Երևան տանի, դա ուրիշ, իսկ եթե ոչ, շատ եղել, որ հավաքվում են մի քանի հոգի տաքսի են կանչում, գոնե ասենք չէ Մասիս գնան կամ մինչև Մխիթարյան կամ Մրգավետ գնան, որ նոր ընդեղից կարողանան գնա Երևան։ Բնակիչների խոսքով տարիներ շարունակ բնակավայրը պետական մակարդակով անտեսվել է, իսկ խնդիրը շարունակվում է լռության մատնված մնալ։ Մինչև երբ պետք է այս անարդարությունը շարունակվի, հարց են բարձրացնում բնակիչները։ Գյուղի ժողովուրդը աշխատում է Երևանում, աշխատում են Արտաշատում, աշխատում են գյուղից դուրս բանվորություն են անում, գնում են մեկի ագին կանաչ են հավաքում, խոսքի միրգ են հավաքում։
Աղջկաս ասեմ, լրիվ անօգնական վիճակ է էսի։ Սկորին էլ գալիս է, ասում եմ, թե թե բանի ամարխի գնացեք դուք ապտեկայից ձեր դեղ առեք, բերեք ձեր հիվանդը, գիտես, գյուղս կա ապտեկայել չկա։ Ճիշտն եմ ասում, բալես։ Սես չի կարելի։ Հլենենք շոշը փակենք, հլենենք խուլիգանություն անենք, որ ստացվի։ Բոլորը գնում են պատահակ դուրս են գալի տրասայում էլ սկի չեն կարողանում մարդիկ անցնեն են կողմ, կավա մի օր վթար լինեն կնեն մեքենաների տակ, որտեղ բան չկա, էսկադակա չկա, բան չկա, տենց, ծանր վիճակ է, մեր գյուղի վիճակը։ Ոնց կարելի այս դարում, այս վիճակում բոլորն ասում են լավ է, մտածում են այս ժողովուրդը շատ լավ են ապրում, բայց ոչ մի անգամ լավ բան չկա, եւ լավ բան չեն տեսնում։ Այս ուսանողները ինչպես գնան, մեքենաները գալի, ոտով են գնում կամ մեքենա են վարձում, փող են տալ, իշքան կարելի է ուսանող իշքան փող առնում, որ իշքան փող տա, որ գնա Երևան հասնի։ Գոնե ուսանողական ավտոբուս Չկա, ոչ մի բան չկա այս գյուղում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտի վարչության պետ Պապին Գալստյանը վստահեցնում է, նախարարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի մարզում ներդրվի միասնական երթուղային ցանց, որի միջոցով ինչպես Հովտաշենը, Արաքսավանը, այնպես էլ այլ բնակավայրեր կունենան ուղիղ տրանսպորտային կապ մայրաքաղաքի հետ։ Նախ ասեմ, որ Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի ընտրության մրցույթը կայացել է 2022 թվականի հունվարի 20-ին, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Ռեգնում ՍՊ ընկերությունը։ Այնուհետև հայտ պարտավորությամբ նախատեսված տրանսպորտային միջոցների ձեռքբերման պարտավորությունը չկատարելու հիմքով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Ռեգնում ՍՊ ընկերությանը զրկել է վերոնշյալ իրավունքից, որը եւ բողոքարկվել է դատական կարգով։ Այնուհետև 2025 թվականի փետրվարին կայացվել է դատական վճիռ, որը եւ հաշվի առնելով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նախարարի նոր հրամանով անվավեր է ճանաչել նախորդ հրամանը, որով Ռեգնում ՍՊ ընկերությունը զրկվել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը սպասարկելու իրավունքից։ Նորից իրավունքը վերադարձվել է Ռեգնում ՍՊ ընկերությանը։ Եվ որից հետո էլ մարտի 31-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ Ռեգնում ՍՊ ընկերության միջև կնքվել է հայտ պարտավորությամբ սահմանված ավտոբուսները ներկայացնելու ժամանակացույցի մասին պայմանագիր, ըստ որի 6 ամսվա ընթացքում ընկերությունը պետք է ներկայացնի համապատասխան տրանսպորտային միջոցները հանձնաժողովի գնահատմանը։ Նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ նշյալ 6 ամիսը լրանում է 6 ամսվա ժամկետը լրանում է տվյալ տարվա սեպտեմբերի 30-ին։ Այսինքն սեպտեմբերի 30-ի դրությամբ տվյալ ընկերության կողմից մեքենաները ներկայացվելու դեպքում հանձնաժողովին գնահատում անցնելուց հետո մարզի բնակավայրերը, բոլոր բնակավայրերը փուլ կարճ ժամանակահատվածում պետք է ապահովված լինեն նոր տրանսպորտային միջոցներով ու կապը եւ մարզկենտրոնի հետ եւ Երևանի հետ պետք է ապահովի, իհարկե ոչ բոլոր բնակավայրերն են կապ ունենալու Երևանի հետ, որոշ մասը դեպի մարզկենտրոն, այնուհետեւ մարզկենտրոնից դեպի Երևան, որոշները նաեւ ուղիղ դեպի Երևան կապ են ունենալու։ Նշենք, որ այս պահի դրությամբ Արտաշատ Հովտաշեն երթուղին արդեն գործում է, իսկ դեպի Երևան երթուղու բացումը մնում է ժամանակի հարց։ Արևիկ Խաչատրյան, Աշոտ Մանուկյան, Արարատ հեռուստաընկերություն։